Այս մարդկանց հետ պետք է լինել շատ զգույշ։ Նրանք չեն լսում բացարձակ ոչ մեկին։ Սա այն մարդկանց մասին է, ովքեր ընդունակ են ամենաշատը սիրել։ Ունեն բնավորություն ուրիշի հաշվին բարձրացնել իրենց եւ իջացնել դիմացին։ Բարի երեկո սիրելիներս, այսօր մենք ենք, հենց այստեղ հաղորդումը, որտեղ խոսելու եմ էզոտերիկ գիտությունների մասին։ Էզոտերիկան դա այն գիտություն է, որը որ բացահայտում է մարդու գիտակցությունը, մարդու հնարավորությունները, տաղանդները, մինուսները եւ պլյուսները, օգնում է զարգանալ աշխատանքում եւ հաջողակ լինել նաեւ բոլոր այն բնագավառներում, որտեղ որ մարդը զգում է, որ իր պոտենցիալը զարգանալու տեղ ունի։ Բայց մեր հաղորդման հիմնական նպատակը դա նումերոլոգիան է, նույն ինքը թվային հոգեբանությունը։ Անցած հաղորդմանը խոսել եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր ծնվել են ամեն ամսվա 1-ին, 10-ին, 19-ին եւ 28-ին։ Այսօր խոսելու եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր ծնվել են ամեն ամսվա 2-ին, 11-ին, 20-ին եւ 29-ին։ Ովքեր են այս մարդիկ։ Նախ սկսենք նրանից, որ այս մարդկանց հովանավոր մոլորակը լուսին է, իսկ բոլորիս հայտնի է, որ լուսինը էմոցիոնալ եւ փոփոխական մոլորակ է։ Այս մոլորակի ներկայությունը այս մարդկանց դարձնում է շատ զգայուն։ Այս մարդիկ ժամանակ առ ժամանակ ունենալով բնավորության, գիտակցության, ինչու՞ չէ նաեւ աշխատանքային փոփոխություններ դառնում են շատ անվստահելի եւ երբեմն ինչ որ միտեղ առաջ գնալու համար դիմում են մանիպուլյացիային։ Մարդիկ, ովքեր կրում են երկուսի էներգիան, կարողանում են շատ հեշտ լեզու գտնել մարդկանց հետ, կարողանում են գտնել այն ճանապարհները, որտեղ որ շատ ավելի մոտ են լինում իրենց նպատակին։ Այս թիվը խորհրդանշում է համագործակցություն, դիվանագիտություն։ Այս մարդիկ աշխատում են խուսափել կոնֆլիկտներից, միշտ նման հարցերում դուրս են գալիս հաղթողի դերում, որովհետև հարթում են այն խնդիրները, որտեղ որ մարդիկ իրար չեն հասկանում։ Սա խոսում է մարդու նուրբ զգացմունքային լինելու մասին։ Այս մարդիկ իրականում շատ ավելին են զգում, քան ցույց են տալիս։ Երբեմն այդքան շատ զգացմունքային լինելու պատճառով չեն կարողանում կառավարել իրենց էմոցիաները։ Ես ժամանակ առ ժամանակ հանդիպելով եւ ուսումնասիրելով մարդկանց ռեալ կյանքում կարող եմ ասել, որ 2, 11, 20 եւ 29 թվերի տակ ծնված մարդիկ դրանք այն մարդիկ են, ում ամենահեշտն է նեղացնելը։ Այս մարդկանց հետ պետք է լինել շատ զգույշ, որովհետև նրանց շատ հեշտ է նեղացնելը։ Նրանք շատ էմոցիոնալ են եւ հաճախ են տրվում իրենց զգացմունքներին։ Այս մարդիկ կախված են լինում հարաբերություններից։ Սա ամենացավոտ կողմն է այս մարդկանց մոտ, որովհետև լինելով հարաբերություններում կախված զուգընկերոջից, երբեմն մոռանում են իրենց մասին, մոռանում են իրենց աշխատանքի, իրենց անձնական կյանքի մասին եւ ավելի շատ ապրում են կողակցի կյանքով, քան իրենց։ Դրա համար այս մարդիկ պետք է ամենակարևորը գտնեն իրենց կյանքում։ Այս մարդիկ շատ կախված են նաեւ դիմացինի կարծիքից, հաճախ են լսում դիմացինի կարծիքը եւ դրանով փչացնում իրենց կյանքի այն ոլորտները, որոնք որ իրենց բերում են հաջողություններ։ Օրինակ աշխատանքում, ինչ աշխատանք կատարել։ Հաճախ լսելով մյուս մարդկանց, նրանք կատարում են շատ սխալ որոշում, որն էլ բերում է էմոցիոնալ անկման ու այս էմոցիոնալ խնդիրների պատճառով մարդիկ ունենում են հոգեբանական շատ լուրջ խնդիրներ։ Ես իմ կյանքում շատ եմ հանդիպել մարդկանց, ովքեր որ կրում են երկուսի էներգիան, նրանք շատ են տատանվում որոշումներ կայացնելու հարցում եւ շատ փոփոխական են։ Երբեմն անում են բաներ, որոնք որ իրենք իրականում չեն ուզում, բայց քանի որ լսում են, հաճախ են գնում ազդեցության տակ ուրիշի կարծիքից, անում են շատ սխալներ։ Ու այդ սխալները հիմնականում ազդում է իրենց կյանքի ամենալուրջ որոշումների վրա, անձնական կյանք, աշխատանքային կյանք։ Առաջին հայացքից թվում է, որ բոլոր այս մարդիկ, ովքեր ծնվել են 2, 11, 20 եւ 29 թվերի տակ, նրանք բոլորը նույն են։ Էներգիան նույնն է, բայց այս մարդիկ տարբերվում են մեկը մյուսից։
Երկուսը համեմատաբար մյուս էներգիաների ավելի փափուկ է։ Այս մարդիկ ավելի շուտ են կողմնորոշվում եւ իրենց կյանքում կապված իրենց փոփոխական լինելու տրամադրության անկման հետ կապված ավելի քիչ են ունենում խնդիրներ։ Եթե խոսենք մարդկանց մասին, ովքեր ծնվել են 11 թվի տակ, կասեմ մի շատ կարևոր բան։ Նրանց մեջ երկուսի էներգիան շատ ավելի քիչ է, քան ի տարբերություն երկուսների եւ 20-ների, որովհետեւ այստեղ կա 2-1 եւ սա համարվում է արևի էներգիա։ Ես արդեն խոսել եմ 1 10 19 28 թվերի տակ ծնված մարդկանցից իմ անցած հաղորդմանը եւ այս մարդիկ համարվում են առաջնորդներ։ Նրանք չեն լսում բացարձակ ոչ մեկին։ Ունենալով թվի մեջ 2-1, սա արդեն խոսում է մարդու հստակ բնավորություն ունենալու մասին։ Մարդը որոշում է կայացնում եւ որոշումը չի փոխվում, բայց այս մարդիկ ունեն նաեւ շատ դրական կողմեր։ Նրանք միշտ հասնում են դիմացին օգնության, պատրաստ են օգնել ցանկացած հարցում ու կապ չունի դա ինչքանով նրանց վնաս կլինի։ Ես ինքս շփվելով շատ մարդկանց հետ, ուսումնասիրելով մարդկանց ռեալ կյանքում, ուսումնասիրելով իրենց էներգիաները, կարող եմ փաստել, որ 11-ին ծնված մարդիկ, դրանք այն մարդիկ են, ովքեր պատրաստ են ամեն ինչի դիմացինի համար։ Ունենալով մարդասիրություն եւ շատ կապված լինելով մարդ տեսակի հետ, զգալով մարդու դրական եւ բացասական կողմերը, այս մարդիկ հաճախ են ընկնում այն իրավիճակներում, որտեղ որ հարկավոր է լինում զոհել սեփական անձը հանուն դիմացինի։ Այս մարդիկ հաճախ են հիշում իրենց անցյալը, հաճախ ընկնում են մտորումների մեջ ու փորձում հասկանալ կյանքի իմաստը։ Մարդիկ, ովքեր կրում են 11-ի էներգիան, համեմատաբար 2-ի 20-ի եւ 29-ին ծնված մարդկանցից ավելի խղճով են եւ ավելի շատ են գնահատում դիմացինի արժեքները։ Այս մարդիկ ավելի խորն են եւ մարդիկ, ովքեր կրում են արևի էներգիան, իսկ մեկը դա արևի էներգիան է, այս մարդիկ կարողանում են ճիշտ ժամանակին հայտնվել մարդու կյանքում եւ օգնության ձեռք մեկնել մարդուն հանելով դժվար իրավիճակից։ Եթե խոսենք մենք երկուսների մասին կարող ենք խոսել անverջ, որովհետեւ այս էներգիան ամենանուրբ եւ ամենակնքուշ էներգիան է։ Սա այն մարդկանց մասին է, ովքեր ընդունակ են ամենաշատը սիրել։ Բայց այս մարդկանց ամենամեծ մինուսը դա նա է, որ հաճախ են գնում մանիպուլյացիաների, որովհետև հաճախ են ընկնում մինուս բնավորության մեջ, այսինքն կախված լինելով դիմացինի կարծիքից, կախված լինելով զուգ ընկերոջ կարծիքից, կախված լինելով առհասարակ շրջապատող այն իրավիճակներից, որտեղ որ նրանք հաճախ հարց են տալիս անել, չանել, լինել, չլինել, այս մարդիկ հայտնվում են հոգեբանական լուրջ խնդիրների մեջ ու արդյունքում կորցնում իրենց ժամանակը անիմաստ, այդպես էլ չհասկանալով, թե իրենք ինչ են ուզում կյանքից։ Դրա համար 11 թվի տակ ծնված մարդիկ տարբերվում են մնացած այն թվերից, որոնք որ կրում են 2-ի էներգիան։ Խոսենք 20-ների մասին, մարդիկ ովքեր ծնվել են 20 թվի տակ, առհասարակ 10-երը, 20-ները, 30-ները, երբ որ մարդու ծննդյան օրվա մեջ կա 0, սա խոսում է նրա մասին, որ մարդը անընդհատ ստեղծում է, ստեղծագործում է, հասնում է ինչ-որ կետի ու միանգամից 0-յանում է։ Այս մարդկանց մոտ սա ամենամեծ խնդիրն է, որովհետև նրանք չեն կարողանում բալանսի վրա պահել իրենց ստեղծածը ու հաճախ են ընկնում մինուսի մեջ, կորցնելով այն, ինչ որ ստեղծել են։ Այս մարդկանց համար, ովքեր որ ունեն 0 թիվը, ամենադժվար բանը դա կայուն հարաբերություններ, կայուն աշխատանք ունենալն է։ Նրանք միշտ գտնում են եւ կորցնում են։ Իսկ ինչպես զարգացնել, ինչպես կարողանալ 0-ն ճիշտ օգտագործել գիտակցության թվի մեջ, ես անպայման առանձին հաղորդում կնկարեմ եւ կխոսեմ դրա մասին։ Իսկ հիմա շարունակենք, հաջորդ թիվը, որից որ ուզում եմ խոսեմ, դա 29 թիվն է։ Մարդիկ, ովքեր ծնվել են 29 թվի տակ, ես կասեի երկուսների մեջ 2 11, 20 եւ 29 ամենաբարդը եւ ամենածանր բնավորությունը ունեցող մարդիկ դրանք 29-ին ծնված մարդիկ են։ Ինչու՞։ Որովհետեւ այստեղ կա 2 եւ կա 9։ 9-երի մասին ես առանձին հաղորդում կունենամ անպայման, բայց մի փոքր ներկայացնեմ, թե ովքեր են 9-երը։ 9-երը
ամենաէմոցիոնալ մարդիկ են, այստեղ կա շատ էմոցիա եւ շատ ագրեսիա։ Այդ ագրեսիան չկառավարելու պատճառով մարդիկ ունենում են շատ խնդիրներ։ Դրա համար հաճախ այս մարդկանց խորհուրդ է տրվում զբաղվել սպորտով, ծանր, այսինքն մարդիկ, ովքեր որ ուժ են ներդնում ու հանում են իրենց միջից ագրեսիան։ Դրա համար, երբ որ մարդու թվի մեջ ծննդյան, օրվա, ամսվա, տարեթվի մեջ կապ չունի, կա 9, մարդիկ պետք է աշխատեն իրենց գիտակցության հետ, ավելի մեղմացնեն, որովհետև 9 քանդում է ցանկացած բան ու ստեղծում է նորից։ Դրա համար 29-ին ծնված մարդկանց հետ շատ ավելի դժվար է։ Սրանք շատ ավելի էմոցիոնալ թվեր են եւ 2-ի ու 9-ի միությունը ստեղծում է շատ ծանր բնավորություն ունեցող մարդու տեսակ։ Ինչ անել այս մարդկանց դուրս գալու համար ճգնաժամից, ինչ անել այս մարդկանց, որպեսզի կարողանան կենտրոնանալ եւ ստեղծել իրենց շուրջը այն հնարավորությունները, որոնցից կախված է լինում նաեւ իրենց տրամադրության փոփոխականությունը, ես կխոսեմ իմ հաղորդումների ժամանակ, իսկ հիմա ուզում եմ ասել շատ կարեւոր մի բան, մարդիկ ովքեր կրում են 2-ի էներգիան, հատկապես մարդիկ, ովքեր ծնվել են 29 թվի տակ, ամենակարևոր բանը, որ պետք է անեն, դա կառավարել իրենց զգացմունքները։ Եթե դուք ձեր շրջապատում ունեք մարդիկ, ովքեր կրում են 2-ի էներգիան, կարող եք ինքներդ համոզվել այդ հարցում, որ հաճախ են նրանք կոնֆլիկտի մեջ մտնում դիմացինի հետ։ Ու դա լինում է նրա պատճառով, որովհետև այս մարդիկ կախված են ուրիշների կարծիքից։ Այս մարդկանց համար շատ կարևոր է, թե դիմացինը ինչ է մտածում իրենց մասին։ Սա ամենամեծ սխալն է։ Ամենամեծ սխալն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց ծննդյան թվի մեջ ունեն 2 թիվը՝ 22, 21, 24, 25, առհասարակ բոլոր այն մարդիկ, ովքեր կրում են 2-ի էներգիան ծննդյան թվի ամենասկզբում, այս մարդիկ պետք է կարողանան կառավարել իրենց էմոցիաները, քիչ լսեն ուրիշներին եւ միշտ հետևեն իրենց ինտուիցիային, որովհետեւ երկուսների ինտուիցիան աշխատում է ամենալավը։ Այս մարդիկ ունեն հաշտեցնող բնավորություն։ Այնտեղ որտեղ կա կոնֆլիկտ, այս մարդիկ միշտ փորձում են գտնել տարբերակներ։ Բայց լինելով մինուսի մեջ, որ լինում է հիմնականում նրա պատճառով, որ այս մարդիկ հաճախ են լսում մյուսներին, ունենում են հոգեբանական ու ավելի ծանր հարաբերություններ մյուս մարդկանց հետ։ Ես հաճախ եմ հանդիպում նման մարդկանց, ովքեր կրում են 2-ի էներգիան, հատկապես կանայք, որոնք որ ունեն բնավորություն ուրիշի հաշվին բարձրացնել իրենց եւ իջացնել դիմացինին։ Ինչպես հասնել հաջողության բոլոր այն մարդկանց, ովքեր ծնվել են ամենամսվա 2-ին, 11-ին, 20-ին եւ 29-ին։ Այս մարդիկ պետք է խորանան հոգեբանության մեջ, որովհետեւ այս մարդկանց հաջողությունը մարդկանց միջոցով է լինում։ Այս մարդիկ կարողանում են իրենց գտնել միայն այն դեպքում, երբ որ ունենում են դրական հարաբերություններ մյուս մարդկանց հետ։ Ու կապ չունի դա կլինի ընկեր, դա կլինի ծնող, դա կլինի գործընկեր եւ ցանկացած հարաբերություններում ձեզ հարկավոր է ճանաչել դիմացինին, իսկ ավելի լավ ճանաչել դիմացինին մեզ միայն հնարավորություն է տալիս հոգեբանությունը եւ օգտվելով առիթից կասեմ, որ թվային հոգեբանությունը այն հոգեբանություն է, որ շատ ճիշտ բացատրում է մարդու պոտենցիալը եւ տալիս է հնարավորություն մարդուն զարգանալու եւ գտնելու իրեն կյանքում։ Դրա համար բոլոր այն մարդիկ, ովքեր կրում են 2-ի էներգիան, հարկավոր է սովորել ճիշտ հաղորդակցվելու ձևը, ճիշտ ընտրելու այն ոլորտը, որտեղ որ նրանք կարող են առաջ գնալ։ Այս մարդկանց մոտ հաջողությունը լինում է դանդաղ, բայց արդյունքը սպասեցնել չի տալիս։ Ձեզ հարկավոր է ավելի մեղմացնել, ավելի խորը նայել կյանքին, դադարեք ձեզ քննադատել, դադարեք ձեզ համեմատել ուրիշների հետ, որովհետև ձեր առավելությունը գալիս է հենց այն նրբությունից, որ ձեզ տալիս է ձեր էներգիան։ Դուք կրում եք լուսնի էներգիան, դուք գտնվում եք լուսնի հավանավորության տակ։ Սա կանացի, նուրբ եւ շատ բարի էներգիա է։ Այս մարդիկ միշտ հայտնվում են մյուս
մարդկանց կյանքում եւ բերում հաջողություն։ Այս մարդիկ միշտ փորձում են դիմացինի համար անել ամենալավը։ Չեմ ուզում այս մարդկանց մինուսների մասին խոսել մեր այս հաղորդմանը, որը որ ընդհանուր բոլոր այն մարդկանց մասին է, ովքեր ծնվել են ամենամսվա 2-ին, 11-ին, 20-ին եւ 29-ին, ես անպայման կնկարեմ առանձին հաղորդում, իսկ դուք կարող եք մեկնաբանություններում գրել ձեր բոլոր հուզող հարցերը, ես կպատասխանեմ։ Կարող եք հարցնել ձեր անձնական հարաբերությունների մասին, ձեր գործնական հարաբերությունների մասին, որտեղ ձեզ մոտ կա կանգ եւ դուք չեք կարողանում առաջ գնալ, ես սիրով կնկարեմ հաղորդում ու կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Իսկ հիմա շարունակենք մեր հաղորդումը։ Մարդիկ, ովքեր գրում են 2-ի էներգիան, ձեզ պակասում է համբերությունը։ Դուք միշտ փորձում եք կախված լինել դիմացինի կարծիքից եւ այդ կարծիքի բացասական լինելու արդյունքում ձեր կյանքում ունենում եք բավականաչափ խնդիրներ։ Վատ հարաբերությունների մեջ եք լինում ձեր ընտանիքի անդամների, ձեր ընկերների հետ։ Երբեմն ձեր հարաբերությունները խոզում եք այն մարդկանց հետ, ովքեր որ իսկապես միշտ ձեր կողքն են լինում։ Դա գալիս է նրանից, որ այս մարդիկ շատ էմոցիոնալ են։ Ձեր համար ամենակարևոր բանը թե ինչ կմտածեն ուրիշները։ Ասում եմ միշտ կյանքում պետք է անես այն, ինչից որ վախենում ես։ Դուք վախենում եք մնալ մենակ ու վախենում եք մենակով առաջ գնալ։ Այ հենց այդտեղ կլինի ձեր հաջողությունը։ Դրա համար փորձեք աշխատել այն ամեն ինչի վրա, ինչը որ ձեզ կբերի հաջողություն։ Ձեզ կբերի հաջողություն, եթե դուք կարողանաք ճիշտ դասավորել ձեր մտքերը։ Դադարեք ձեզ քննադատել ու դադարեք ձեզ համեմատել ուրիշների հետ։ Ու կտեսնեք, որ արդյունքը սպասեցնել չի տա։ Այս մարդկանց համար շատ կարևոր է լինել միշտ հարաբերությունների մեջ ու երբեմն այդ հարաբերություններում եղած խնդիրների պատճառով կարող են փչացնել իրենց հարաբերությունները մարդկանց հետ, արդյունքում կորցնելով աշխատանքը, կորցնելով հնարավորությունները։ Ձեր համար ամենակարևոր տեղը, որտեղ որ դուք պետք է զարգանաք, դա հոգեբանությունն է։ Դուք կարող եք զբաղվել նաև բլոգերությամբ, կարող եք խոսել շատ կարևոր ինֆորմացիաների մասին, կարող եք մարդկանց փոխանցել ձեր գիտելիքը, դուք սիրում եք սովորել, սիրում եք կրթվել, ձեր համար շատ կարևոր է միշտ ունենալ բազա, որից հետո եւ կարողանում եք ավելի խորը մոտենալ մարդկային հոգեբանությանը։ Այս մարդկանց համար ամենակարևոր բանը աշխարհում դա սերն է։ Նրանք միշտ երազում են ու ավելի էմոցիոնալ են մոտենում հարաբերություններին։ Ինչպես անել, որ ձեր հարաբերությունները լինեն ավելի գրագետ եւ ամենակարևորը դուք կախված չլինեք ձեր զուգընկերոջից, դրա համար դուք պետք է ճիշտ ընտրեք ձեր կողակցին։ Ովքեր են երկուսների համար ավելի համապատասխան զույգեր, ովքեր պետք է լինեն երկուսների կողքը, որպեսզի բացվի նրանց պոտենցիալը։ 2, 11, 20 եւ 29 թվերի տակ ծնված մարդիկ։ Այս մարդիկ ավելի համատեղելի են բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ծնվել են 4 թվի տակ, 4, 13, 22 եւ 31։ Ինչու՞։ Որովհետեւ այս երկու մարդկանց միավորումից ստեղծվում է 6 էներգիան։ 6 էներգիայի մասին ես կխոսեմ իմ հաղորդումների ժամանակ, բայց հիմա մի փոքր ներկայացնեմ, թե ինչու հենց 6-երը։ 6-ը համարվում է այն էներգիան, որը որ խոսում է մարդու սիրառատ լինելու, մարդու այն տեսակի մասին, ով պատրաստ է հանուն կողակցի ամեն ինչի։ 6-ը նույնպես կանացի էներգիա է, դրա համար երբ որ հանդիպում են 4-երն ու 2-ները, որտեղ որ ստեղծվում է գիտակցության մեջ 6 էներգիան, այստեղ մարդիկ շատ ավելի լավ են իրար հասկանում։ Դրա համար մարդիկ, ովքեր գրում են 2-ի էներգիան, կարող են դրական եւ ինչու՞ չէ նաեւ շատ էմոցիոնալ կապ ունենալ մարդկանց հետ, ովքեր որ ծնվել են 4 թվի տակ։ Այս մարդկանց էներգիան համատեղելի է նաեւ 9-երի հետ։ Մարդիկ, ովքեր ծնվել են 9, 18 եւ
27 թվերի տակ, որովհետև այս մարդկանց մեջ ձևավորվող երկու էներգիան ստեղծում է մեկը մյուսին լսելու հնարավորություն եւ այս մարդիկ կարողանում են ժամանակին ստոպ տալ ու չբարթացնել եղած խնդիրները։ Դրա համար երկուսները ավելի քնքուշ են, սիրառատ են, հա, շատ կատվային բնավորություն ունեն, հատկապես աղջիկները, որոնք որ իդեպ համարվում են ամենագեղեցիկ աղջիկները, նրանք ունեն շատ նուրբ դիմագծեր, շատ քնքուշ են, շատ գեղեցիկ ձայն ունեն, կարողանում են շատ նուրբ մոտեցում ցույց տալ հարաբերություններում, աշխատում են չվիճել կողակցի հետ եւ կարողանում են շատ արագ կողակցին դուրս հանել այդ բացասական տրամադրության միջից։ Դրա համար բոլոր այն մարդիկ, ովքեր կրում են երկուսի էներգիան, կարող են հարաբերություն ստեղծել նաև 9, 18 եւ 27 թվի ծնված մարդկանցից։ Առանձին թե որ թիվը ավելի համատեղելի կլինի, եւս կնկարահանեմ հաղորդում, իսկ հիմա ասեմ հաջորդ թվի մասին, որի հետ երկուսը նույնպես ունի շատ էմոցիոնալ կապ, դրանք մեկերն են, 1, 10, 19, 28։ Իհարկե նումերոլոգիայում երբեմն լինում են հակասություններ, որտեղ որ ասվում է, որ չէ, մեկերի հետ ստեղծած հարաբերությունները շատ շուտ քանդվում են ու այս մարդկանց հետ դժվար է, որտեղ մեկը լիդեր է, երկուսը ավելի լսող, ավելի կախված հարաբերություններից, իսկ մեկը սովորության ու բնավորության համաձայն կարող է ամբողջ կյանքում մենակ մնալ ու կարիք չունենալ հարաբերությունների, որովհետև սա թագավորական էներգիա է, ես մեկերի մասին խոսել եմ իմ անցած հաղորդմանը։ Ու այս մարդկանց հարաբերությունները, երբ որ ձևավորվում են, այստեղ ստեղծվում է 3, երեքների մասին խոսելու եմ իմ հաջորդ հաղորդմանը, իսկ 3-ը միշտ մարդկանց հարաբերություններում բերում է սիրո, հանգստության, անալիզի, այստեղ միշտ ցանկացած խնդրից դուրս գալու համար մարդիկ իրար հետ զրուցում են ու հասկանում են, որովհետև 3-ը ինքը ստեղծագործ էներգիա է, 3-ը սիրում է մարդու հետ խոսել հոգեբանորեն ու երբ որ հարաբերություններում միշտ ստեղծվում է 3-ի էներգիան, այստեղ արդեն խոսում են նրա մասին, որ մարդիկ կարող են ընտանիք կազմել, ամուսնանալ, շատ երեխաներ ունենալ ու լինել շատ երջանիկ։ Ուղղակի այստեղ շատ ամենակարևորը, որ մեկերը կարողանան լսել, որովհետև երկուսները անդադ ունեն ուշադրության կարիք, անդադ ունեն սիրո կարիք, այս մարդկանց անտեսել հարկավոր չի։ Դե ինչ սիրելիներս, այսօր այսքանը։ Մեր այսօրվա թեման բոլոր այն մարդկանց մասին էր, ովքեր ծնվել են ամեն ամսվա 2-ին, 11-ին, 20-ին եւ 29 թվերի տակ։ Մեկնաբանություններում գրեք ձեզ հուզող բոլոր հարցերը, բաժանորդագրվեք մեր ալիքին, ամենակարևորը հետևելու համար մեր մյուս հաղորդումներին ձեզ շատ հետաքրքիր ինֆորմացիա է սպասվում ձեր մասին, ձեր կյանքի, ձեր գիտակցության, ձեր այն խնդիրների մասին, որոնց լուծումները շատ դժվարությամբ եք գտնում։ Ես ձեզ կօգնեմ բացահայտել այն հնարավորությունները, որոնք որ դուք ունեք ու կարող եք կյանքում շատ հաջողություններ հասնել եւ ֆինանսական, եւ հոգեվոր հարցերում։ Այսօր մենք էինք հենց այստեղ հաղորդումը, որտեղ ես խոսեցի թվային հոգեբանության մասին, թվերով փորձեցի բացատրել մարդու պոտենցիալը եւ խոսել էներգիայի ու մարդուն տված այն շնորհի մասին, որը որ բացահայտում է նումերոլոգիան։ Ես ձեզ շատ սիրում եմ, լավ եղեք, ձեզ լավ նայեք, ամենալավն ու բարին ձեզ։ Այսքանը։